Ուզում եմ պատիվ տամ Տիրոջը, որովհետև մեզանից ոչ մեկը չի կարա մի բան անի, որ Աստծուն համոզի կամ ստիպի, որ իր ներկայությունով գա, բայց բաներ կա, գործողություն կա, սրտի դիրք կա, որ գրավում Աստծու ներկայությունը, այդ դրան հավատում եմ, բայց ուզում եմ Աստծուն պատիվ տամ, որովհետև Տերն իր կամենալով, որպես ինքնիշխան, որպես սուվերեն, ինքն է որոշում, որ այցելի գա, օրհնի ու հանդիպի։ Շնորհակալ եմ նաև երգչախմբին, որ մեզ օգնեցին գնալու Տիրոջ ներկայության մեջ։ Ուզում եմ շարունակեմ այն, ինչ որ խոսեցինք նախորդ կիրակի, ինչպես գտնել Աստծուն։ Ինչպես գտնել Աստծուն։ Եթե գտնել Աստծուն, ուրեմն նա քողարկված է ինչ որ կերպ Սաղմոսների մեջ Սաղմոս 2-ն ասում է դու ամպերը քեզ ծածկոց ես անում եւ ամպերի հետևում կարծես թե թաքնվում ես։ Եթե գտնել Աստծուն, հետո է այդ Աստվածը, որին գտնել կարելի է կամ փնտրել կարելի է։ Ես ուզում եմ առաջի Տիմոթեոս 6-րդ գլխից կարդամ 15-16 համարները, որի ժամանակին ցույց կտա երանելին եւ միայն հզորը, թագավորների թագավորը եւ տերերի տերը, որ միայն նա անմահություն ունի, անմատույց լույսի մեջ բնակված, որ մարդկանցից ոչ ոք չտեսավ եւ ոչ էլ կարող է տեսնել, նրան լինի պատիվ եւ զորություն հավիտյանս ամեն։ Այդ Աստծու մասին, այդ Եզակի, այդ միակի մասին, երբ որ Պողոս առաքյալը իր հիացմունքն արտահայտում, ասում է այդ երանելին միմիայն հզորը, որտեղ է բնակվում անմատուց լույսերի մեջ, այնքան լույս կա նրա ներկայության մեջ, այնքան կյանքի շատություն կա, որ ասում է ոչ մեկը չկարողացավ տեսնի այդ Աստծուն, այդ անմատույց լույսերի մեջ բնակվողին եւ ոչ էլ կարող է տեսնելու։ Եվ հանկարծ այդ Աստվածը, որ անմատույց լույսերի մեջ է բնակվում, հանկարծ թույլ է տալիս, որ իրան հանդիպես, իր հետ հարաբերվես։ Հանկարծ թույլ է տալիս, որ իրան գտնես։ Մենք խոսում ենք Աստծուն գտնելու մասին։ Ինչպես գտնել Աստծուն։ Որն է կերպ Աստծուն գտնելու։ Մենք խոսեցինք նախորդ կիրակի ինչ է Աստծո ներկայությունը, ինչ է կատարվում, երբ նա ներկա է եւ ով կարող է բերել նրա ներկայությունը, մասամբ առնչվեցինք սրան։ Բայց այսօր ուզում եմ խոսեմ մի փոքր ավելի շատացնենք, ով կարող է բնակվել նրա ներկայության մեջ, որովհետեւ եթե որևէ կերպով փորձում ես փնտրել այդ Աստծուն ու գտնել այդ Աստծուն, արդյոք ակնթարթային մի ակնթարթ նրան գտնելու հետո հաջող ասելու մասին է խոսքը։ Չէ, երբ որ դու ուզում ես գտնես նրան, ուզում ես որ նա բնակվի քո կյանքի մեջ։ Երբ որ ուզում ես գտնես նրան, ուզում ես որ անընդհատ նրա հետ ապրես։ Եվ ով կարող է բնակվել նրա ներկայության մեջ։ Առաջի հատվածը, որ ուզում եմ կարդամ, Եսայի մարգարեն է նկարագրում 33-րդ գլխի մեջ 14-ից 17 համարներում։ Սիոնում վախենում են մեղավորները, դող է բռնել կեղծավորներին, թե մեզանից ով է կարող բնակվել լափող կրակներում, մեզանից ով է կարող բնակվել հավիտենական բոցերում։ Աստծո ներկայությունը, երբ որ գալիս Աստված, պարզապես մեղմ զգացողությունով չի գալիս։ Երբ որ նա գալիս է, նա իր սրբությունով, իր կյանքով, իր փառքով է գալիս ու երբեմն այդ փառքը այնքան մաշող է, այդ կյանքը, այդ սրբությունն այնքան մաշող է, որ կրակի նման կարող է հանդիպել։ Եվ Եսային ասում է, ով կարող է բնակվել այդ Աստծո ներկայության մեջ, արդարությամբ վարվողը եւ ուղղություն խոսողը, անիրավության շահը մերժողը եւ կաշառք առնելու ձեռքը թափ տվողը, արյունահեղության խոսքեր լսելուց իր ականջը խփողը եւ չարություն տեսնելուց իր աչքերը խփողը։ Նա բարձրերում պիտի բնակվի, նրա բերդերը վեմերի ամրություններն են, նրան հաց է տրվում եւ նրա ջրերն ապահով են։ Քո աչքերը տեսնելու են թագավորին իր գեղեցկության
մեջ։ Քո աչքերը տեսնելու են։ Արդյոք երազող կա Հիսուսին տեսնելու։ Երբ որ երազում ես, տեսնես, ասես Հիսուս ջան, ուզում եմ հանդիպեմ քեզ, ուզում եմ տենամ քեզ։ Արդյոք սիրում ես Հիսուսին։ Մենք երկրպագում ենք իրան, մենք իրան պատիվ ու փառք ենք տալիս, բայց իրան սիրելն այնքան իրական է, որ դու կարաս այնքան սիրես այդ Հիսուսին, որ ասես Տեր, ես ուրիշ ոչ մի բան չեմ ուզում քեզանից բացի։ Այնքան է դու եղնես։ Երբ որ վայելում ես, ճաշակում ես նրա սերը, երբ որ սրտիդ մեջ սերը բորբոքվում է նրա նկատմամբ, ուրիշ ոչ մի բան չես ուզում, որովհետև ուզում ես այդ միակին, այդ եզակին անընդհատ իր հետ ապրես, իրանով ապրես։ Տեր Հիսուսը մի անգամ, երբ որ Պետրոսին հանդիպել էր իր հարություն առնելուց հետո, Պետրոսին ասում էր. Պետրոս, սիրում ես ինձ։ Մենք երևի թե քիչ անգամներ կամ գուցե երբևէ որևէ մեկին չենք հարցնում, ասում ենք սիրում ես ինձ։ Գուցե մեր տարիներով կարանք ապրենք ու ոչ մեկին այդ ձևել չհարցնենք, որովհետև գուցե կարծիք ունենք, տեսակետ ունենք, զգացումներ կամ ապրումներ կամ զգացողություններ ունենք, որ սիրում են թե չեն սիրում, ու ոչ մեկին գուցե չենք էլ հարցնում, բայց Տեր Հիսուսն իրան իրավունք վերապահեց Պետրոսին հարցնելու. սիրում ես ինձ։ Պետրոսն ասում էր. հա, սիրում եմ քեզ։ Սիրում ես արդյոք Հիսուսին։ Ու եթե այսօր Տեր Հիսուսը քեզ հարցնի, ասի սիրում ես ինձ, ինչ կլինի քո պատասխանը։ Եվ հանկարծ Եսային ասում է, ով կարա բնակվի այդ Աստծո ներկայության մեջ, արդարություն գործողը։ Այս արդարությունը որ արդարության մասին է, որ մենք Տիրոջից արդարություն ենք ստացել, սրա մասին է, ռուսերեն թարգմանության մեջ այս արդարությունը դա արդարադատությունն է, սպրավեդլիվость։ Երբ որ դու ճիշտ դատ ես անում, արդար դատ ես անում, արդարադատություն ես անում։ Երբ որ հարցեր կան, ճիշտ ու սխալ կա, երբ որ քո երեխեն օրինակի համար մի հատ անշնորհքություն արել, հետո հայաթում իրան պատժել են, ու դու գնում ես քո երեխուն պաշտպանելու, ասում ես, բա գիտեք ինչ, ով է ռիսկ արելի մեր երեխուն ձերտամատով կպնի կամ առհասարակ ինչ որ ձևով վերաբերմունք ցույց տա։ Բայց արդարադատություն, ճիշտը որն է, ինքան շնորհքություն արել, իրան պատժել են, բայց մենք չէ միևնույնն է, մերը փորձում ենք այն ինչ որ մերն է, արդարադատ չլինենք, այլ մեր անձնականը առաջ տանենք։ Երբ որ քո նկատմամբ վերաբերմունք կա, դու գիտես, որ քո սխալի պատճառով է, որ Աստծո առաջ ուղիղ չես, որ Աստծո առաջ ճիշտ չես, ու դրա պատճառով որոշ բաներ կան, որ քո կյանքի մեջ գալիս են, բայց մենք փորձում ենք մեզ ուրիշ տեղում դնենք։ Արդյոք արդարադատ եք։ Հաջորդը, որ խոսում է ուղղություն խոսողը, երբ որ ճիշտ բաներ ես խոսում, երբ որ կեղծավորություն չկա, մարդիկ կա, որ կարան ասեն, կյանքիդ մեռնեմ, դու իմ աշխարհն ես, դու իմ ես ինչն ես, բայց երբ որ իր մոտից գնում ես, ասում է, յանի դու էլ մարդ ես։ Ուրիշ բան կա շրթունքների վրա, ուրիշ բան կա, ուղղություն չկա շրթունքների վրա։ Երբ որ կարող ենք մարդկանց հաճոյախոսել, բայց իրականում մեր սրտի մեջ վերաբերմունքը այդքան էլ է ինչի, ինչ որ խոսում ենք։ Երբ որ ճիշտը կարում ենք խոսանք, երբ որ կեղծավորություն չկա մեր շրթունքների վրա։ Արդարությամբ վարվողը եւ ուղղություն խոսողը, անիրավության շահը մերժողը։ Այս հատվածի մեջ խոսում է շահի մասին, օգուտի մասին։ Ինչ օգուտ կա, եւ այս օգուտի ճանապարհը անիրավությունն է, թե ուղղությունն է։ Արդյոք երբ որ ես օգուտ պիտի առնեմ, ծուր ճամփով եմ փորձում ես օգուտը վերցնեմ, եւ երբ որ ծուր ճամփով օգուտ է գալիս, արդյոք փորձում եմ վերցնեմ, թե ձեռս մաքուր եմ պահում։ Կաշառ կարգնելու ձեռքը թոթափողը նորից շահի մասին է։ Երբ որ մեզ փորձում են կաշառեն, միշտ չի, որ փողով կարող ասես դե ես պաշտոնյա չեմ, ինձ ինչով պետք է կաշառեն։ Արդյոք
մարդկանց կողմից տրված կաշառքին տրվում ենք, թե չենք տրվում։ Երբ որ մարդիկ կարան վերաբերմունքով կաշառեն, որ այնքան է իր նկատմամբ լավ վերաբերմունք ունենաս, որտեղ առակած գիրքն ասում է հարուստի բարեկամները շատ են, բայց աղքատի եղբայրն անգամ զզվում է նրանից։ Երբ որ հանկարծ մեկը քեզանից օգուտ ունի ու փորձում է, որ քեզ տրամադրի իր նկատմամբ որպես լավը, եւ սկսում է հատուկ վերաբերմունք ցույց տալ, կաշառել քեզ։ Ասում է ուղիղ եղի։ Նա ով քեզ կարծես թե չի գծնում, բայց քո նկատմամբ ուղիղ վերաբերմունք ունի, կարող ես անարգել կամ արհամարել, բայց նա ով քեզ քաղցր խոսքերով կաշառում է, նրա նկատմամբ կարող ես հատուկ վերաբերմունք ունենալ։ Ասում է անկաշառ եղի։ Արունահոյողության խոսքեր լսելուց իր ականջը խփողը։ Ինչքան մարդիկ կան, որոնք կարան բացասական խոսան մեր ականջներին ու մենք թույլ տանք, որ բացասական խոսքերը հասնի տեղ մեր ականջներին։ Ու այս խոսքերը այս մարդուն արյունահեղ են անում մեր աչքերի առաջ, նվաստացնում, ցածրացնում կամ գցում են կամ խոցոտում են եւ ասում է, երբ որ որևէ մեկին թերի են դարձնում, սխալ են դարձնում ու խոցում են քո ականջներին, փակի ականջներդ, մի լսի, որ մեկի մասին վատը խոսում են, բացականը խոսում են։ Եվ չարություն տեսնելուց իր աչքերը խփողը։ Երբ որ աչքերդ սուրբ են։ Հատուկ բան եմ ուզում ասեմ, Աստված մեզ իրան ներկայության համար ուզում առանձնացնի, որ իրան տեսնենք։ Այս աշխարհն ինչ ուզում անի, ուզում է մեր աչքերը կեղտոտի, որ Աստծուն չկարենանք տեսնել։ Այս աշխարհն ուզում Աստծուն պատկերը չտեսնելու, Աստծո նկարագիրը չտեսնելու համար մեր աչքերը կեղտոտի, որ չկարենանք Աստծուն տեսնել։ Այս աշխարհը, որ ուզում է մեր ականջները կեղտոտի, որ Աստծուն չկարենանք լսենք, այնքան ավելորդ ինֆորմացիա լսենք, որ չկարենանք Աստծուն լսենք։ Սատանայի հետաքրքրվածությունը սա է։ Ու երբ որ ես ու դու մեր աչքերը սուրբ ենք պահում Աստծուն տեսնելու համար, մեր ականջները սուրբ ենք պահում Աստծուն լսելու համար, մենք կարող ենք տեսնել ու կարող ենք լսել։ Գուցե հարց առաջանա, ասես, բայց ինչի օրինակի համար ես չեմ կարող լսեմ Աստծուն։ Ինչի Աստծո ներկայության մեջ Աստված ինձ հատուկ ձևով չի հայտնվում, նկարագրվում իմ աչքերի առաջ, որ կարողանամ հայտնություն ստանամ իր ով կամ ինչպիսին լինելու վերաբերյալ, կարողանամ ճանաչեմ իրան, ով է ինքը, որովհետև մենք շատ կեղտոտ բաներ ենք տեսնում ու կեղտոտ բաներ ենք լսում, դրա համար մեր աչքերը կեղտոտված ու մեր ականջները կեղտոտված չենք կարող ճանաչենք Աստծուն ու չենք կարող լսենք Աստծուն։ Եվ քո աչքերը տեսնելու են թագավորին իր գեղեցկության մեջ։ Գուցե Աստծո մասին չեք էլ մտածել, որ Աստված գեղեցիկ է։ Գուցե չենք էլ կարող պատկերացնենք, այդ ինչ գեղեցիկ է Աստված։ Տեր Հիսուսի մասին գուցե մեր պատկերացումները նկարներով են, եւ իր մասին պատկերացումները մեր սահմանափակված են ընդհանրապես մեր աղոտ մարդկանց ֆանտազիաներով, բայց երբ որ Հովհաննեսը, որ Պատմոս կղզում հանկարծ հանդիպում էր Տեր Հիսուսին, հիացած էր, զարմացած էր, ասում էր, նրա աչքերի մեջ, նրա աշկերը նման չէին ուրիշի աչքերին, նրա գոտի ուներ իր մեջքին կապած, նրա վարսերն ուրիշ ձև էին, նրա ոտքերն ուրիշ ձև էին, արդյոք կարող ես երազել Հիսուսին հանդիպել երկրավոր կյանքի ընթացքում, եւ որ ինքը բացահայտվի իր վայելչությունով, իր փառահեղությունով։ Մենք խոսում ենք նրա ներկայության մեջ բնակվելու մասին։ Ով կարող է բնակվել։ Նույնատիպ մի հատված կա Սաղմոս 115-ի ամբողջությամբ, երբ որ նկարագրում է, որ ով կբնակվի քո լեռան վրա, ով կբնակվի քո ներկայության մեջ։ Ձերքով սուրբը եւ շարունակությունը ասում է գրեթե նույն տեքստը, բայց ես ուզում եմ կարդամ 2 Կորինթացիս 6-րդ գլուխ 16-ից 18 համարները, որովհետև դուք կենդանի Աստծո տաճարն եք, ինչպես Աստված ասեց, թե նրանցում կբնակվեմ եւ նրանցում ման կգամ եւ նրանց Աստված կլինեմ եւ նրանք իմ ժողովուրդ։ Նրա համար նրանց միջից դուրս գնացեք եւ բաժանվեցեք, ասում է Տերը, եւ պիղծ բանի մի դպչիկ եւ ես ձեզ կընդունեմ
ես ձեզ հայր կլինեմ եւ դուք ինձ որդիներ եւ աղջիկներ կլինեք, ասում է ամենակարող Տերը։ Այս Աստվածը մոտենալու, ընդունելու, նրա ներկայությունը գրավելու համար ասում է պիղծ բանի մի կպեք, մաքուր եղեք։ Այս որն է պատճառը, որ Աստված այս ձև հատուկ վերաբերմունք ունի մեղքի նկատմամբ։ Երբ որ դու սիրում ես Հիսուսին, երբ որ դու սիրում ես Աստծո ներկայությունը, ու մեղքը գալիս է քեզ, Աստված ուզում է մեզ բերի մի տեղ հասցնի, որտեղ մենք կասենք Տեր, ավելի լավ է մեռնեմ, քան թե մեղք գործեմ։ Չեմ ուզում, զզվում եմ, ատում եմ մեղքը, քեզ եմ ուզում, քո ներկայությունն եմ ուզում։ Երբ որ Աստված մարդու կյանքի մեջ գալիս է, Աստված մարդուն բերում է մի տեղ հասցնում, որ մարդը հասկանում է ինչ է կեղտը, ոնց կարա մարդը հաճույքով գնա թրիքի մեջ, չեմ հասնի ու դուրը գա այդ երևույթը։ Այդ մարդուն կասեն խելառ է այս մարդը, շարիկները գցել է։ Ոնց կարա նորմալ մարդը կեղտը սիրի, այդ ձև, երբ որ դու հասկանում ես, որ նորմալը մաքուրն է, նորմալը սուրբն է, նորմալը Աստծո համար առանձնացված է, դու չես կարող գնաս մեղք գործես։ Սուրբ Գիրքը մեզ խոսում է վերստին ծնունդ երևույթի մասին, որ երբ որ մենք վերածնված ենք Աստծո սերմից, Հովհաննես առաքյալը իր թղթի մեջ ասում է, այդ էությունը չի կարող մեղք գործի, այդ Աստծո ծնվածը չի կարող մեղք գործի, որտեվ իր էության մեջ չկա այդ մեղք գործելը, որտեվ Աստծո էությունից է ծնված։ Եվ երբ որ քրիստոնյան Աստծո էությունից ծնված լինելով հանկարծ սկսում է սիրել մեղքը ու սիրել աշխարհը, առաքյալն ասում է, դա թշնամություն է Աստծո նկատմամբ։ Երբ որ դու սիրում ես աշխարհը, սիրում ես մեղքը, դա թշնամություն է, որտեվ ինչ է աշխարհի մեջ, աչքի ցանկություն, մարմնի ցանկություն ու այս կյանքի ամբարտավանություն։ Ու երբ որ դու սիրում ես Հիսուսին, դու հրապուրված ես Հիսուսով, դու տարված ես Հիսուսով, Աստված քեզ բերում է հասցնում է միտեղ, որտեղ դու ասում ես, ես ավելի լավ եմ մեռնեմ, քան թե մեղք գործեմ, որտեղ իմ սիրտը չի ձգում, ես չեմ կարող դա դուր չի գալիսից։ Բայց կարանք ասենք, իմ կյանքի մեջ ժամանակներ կան, որտեղ ես կապված եմ մեղքին։ Ես չեմ ուզում, գիտակցության մեջ չեմ ուզում մեղք գործեմ, բայց կապված եմ մեղքին, ես գերի եմ մեղքին, չեմ կարող։ Ու ինչքան շատ եմ ջանքանում, որ այդ մեղքը չգործեմ, այնքան ավելի խորն եմ թաղվում այդ մեղքի մեջ։ Ոնց անեմ։ Այդ ժամանակ միակ բանը, որ պետք է անենք, դա աղաղակելն է, որ Տերը փրկի մեզ, Տերը փոխի մեր սիրտը։ Դավիթ թագավորն աղոթում էր, ասում էր. Տեր, ուղիղ սիրտ նորոգի ինձանում, մաքուր սիրտ նորոգի ինձանում եւ ուղիղ հոգի իմ ներսում։ Փափուկ սիրտ, ոչ թե քարեղեն սիրտ, որ կոշտացել է մեղքից, այլ փափուկ սիրտ։ Եվ հանկարծ տեսնում ենք, որ Մարգարեանում ասում է. ահա ես սա կանեմ ձեր ներսից, քարեղեն սիրտը կհանեմ եւ մարմնեղեն սիրտ կդնեմ ձեզանում եւ իմ օրենք կդնեմ ձեզանում, որպեսզի իմ պատվիրանները պահեք եւ գործադրեք։ Աստված մեզ տվել է իր հոգին, կյանքի հոգին, զորության հոգին, զգաստության հոգին, սիրո հոգին, շնորհի հոգին ա տվել, որպեսզի մենք կարողանանք Աստծո առաջ ազատ եղնենք եւ մեղքին կապված չլինենք։ Տեր Հիսուսը երբ որ եկել էր, Տեր Հիսուսը քարոզում էր եւ հայտարարում էր ու ասում էր. Տիրոջ հոգին ինձ վրա է ընդ որում, նա ինձ օծել է, ինչի համար։ Գերիներին ազատ արձակելու համար, որպեսզի որևէ գերի չգտնվի իմ տան մեջ։ Երբ որ հրեշտակը խոսում էր Մարիամին եւ ավետիս էր տալիս, ավետիսի խոսքերը սրանք էին, որովհետեւ նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետեւ նա ինչ պիտի անի, նա պիտի փրկի։ Ում պիտի փրկի։ Իր ժողովրդին, ինչից պիտի փրկի, իրենց մեղքերից պիտի փրկի։ Տեր Հիսուսը օծված է Աստծո կողմից մեզ փրկելու, մեզ ազատ անելու համար, ու երբ որ քրիստոնյան կապանքների մեջ է, Աստված սա չի նախասահմանել իր ժողովրդի համար, Աստված մեզ համար ազատությունը եւ կյանքն է նախասահմանել։ Ու երբ որ որևէ քրիստոնյա գիտակցության մեջ չի ուզում, որի մասին գրված է Հռոմեացիս թղթի մեջ, որ Պողոս առաքյալն ասում է, այն ինչ որ չեմ ուզում այդ եմ անում, բայց այն ինչ որ ուզում եմ չեմ կարող անեմ, բայց հետո սրանից հետո խոսում է, ասում է,
կյանքի հոգու օրենքը ինձ ազատեց մեղքի եւ մահվան օրենքից։ Աստված մեզանից ամեն մեկի համար կյանքի հոգու օրենք է նախասահմանել, որ այդ օրենքը սկսի գործել մեր անդամների մեջ եւ մեզ ազատություն ապարգևի։ Ուզում եմ ասեմ, դա իրական է։ Գուցե շատ այնքան երկար ես պայքարել մեղքի դեմ, որ հույսդ կտրել ես, ասում ես դե այնով չի մեղք գործում, սաղս էլ մեղք են գործում ու գուցե մինչև կյանքից վերջ էլ չկարենամ ազատվեմ։ Ոչ, սատանան ուզում է այդ երազանքը քո սրտի մեջից անի, որ դու կարենաս տեսնես Աստծո ազատությունը քո կյանքի մեջ եւ դու ազատ ապրես։ Մեզանից ամեն մեկը կարող է բացարձակ անթերի կյանքով ապրել, առանց մեղքի ապրել։ Տեր Հիսուսն ասում էր, ամեն կատարելապես վարժված աշակերտ ինչպես կարող է լինել, իր ուսուցչի պես կարող է լինել։ Մենք կարող ենք սուրբ կյանքով ապրել, մենք կարող ենք Աստծո առաջ անարդությունով վարվել, եւ սա Աստծո ժողովրդի ժառանգությունը եւ բաժինն է։ Ուզում եմ չհամակերպվես որևէ մեղքի հետ, որևէ կապանքի հետ չհամակերպվես, այլ ամեն ժամանակ ձգտես Աստծո ազատությանը եւ Աստված իր սուրբ հոգով ազատությունը կբերի կյանքիդ մեջ։ Ով կարող է բնակվել նրա ներկայության մեջ։ Բայց մենք կարող ենք բնակվել նրա ներկայության մեջ։ Երբ է Աստված նահանջում իր ժողովրդից։ Երբ է Աստված նահանջում իր ժողովրդից, հետ քաշվում իր ժողովրդից։ Մի պատմություն եմ ուզում հիշեցնեմ։ Երկու եղբայրներ կային։ Նրանց հայրը քահանա էր։ Եվ քահանա լինելուց բացի նրանց հայրը դատավորություն էր անում Իսրայելի մեջ։ Բայց հետո եկավ մի իրավիճակ, որ այս որդիները սկսեցին մեղքը սիրել եւ սկսեցին մեղավոր կերպով վարվել։ Այն ձև, որ բացահայտ անառակություն էին անում ու խորանի մոտ էին անում այդ ամեն ինչը։ Երբ որ Աստծո ներկայության խորանը կար, որի ներսում սրբության սրբոցն էր, որի ներսում ուխտի տապանակն էր Աստծո ներկայությունն էր։ Մարդիկ նրանք սկսեցին անիրավությունով վարվել մարդկանց հետ, մարդիկ, որոնք բերում էին զոհ Աստծո առաջ, որ զոհ մատուցեն, քահանայի բաժինը նա էր, որ նա պիտի եփած այդ զոհի եփածից գնար երաժանին մտցներ ու ինչ որ բաժին իր բաժինը վերցներ, բայց իրանք ասում էին, չէ, մենք թարմ միս ենք ուզում, մենք կարող ուզում ենք խորովենք։ Եվ սրա պատճառով մարդիկ Աստծուն կատարվելիք զոհը անարգում էին։ Եվ գրված է այս մարդկանց մասին, այս եղբայրների մասին, որ մեծ էր նրանց հանցանքը Աստծո առաջ։ Ու երբ որ այս ամենը կատարվում էր, հեղի քահանան ընդամենը մի թեթև հանդիմանում էր իրանց, ասում էր լավ չի, որ այդ բանն անում եք, ճիշտ չի, որ այդ բանն անում եք, բայց չէր կտրում քահանայությունից այդ մեղքի պատճառով, որովհետև Սուրբ Գիրք ուրիշ բաներ ասում էր, եթե պետքա որևէ մեկը անառակություն է գործում, քարերով տվեք, սպանեք։ Այդ ժամանակ սա էր օրենքը, բայց իրանք չէ, մնում էին քահանայության մեջ։ Հետո Աստված տեսավ, որ չէ, այս պղծությունը շատ է գնում, անենց հարեց իր ներկայությունը քաշվեց Իսրայելից, ուխտի տապանակը գերի տարվեց։ Մի ուրիշ պատմություն։ Մի անգամ, երբ որ Իսրայելի ժողովուրդը դուրս էր եկել Եգիպտոսի երկրից ու եկել էր Քանանի երկիր հասել, երբ որ պիտի գրավեին մի քաղաք, Աստված ասավ հանկարծ դրանից այդ քաղաքը, որ գրավեք, ամեն բան նզովված լինի։ Երիքովը, երբ որ կգրավեք, ամեն բան նզովված թող լինի, ամեն բան անիծված լինի եւ նրանից ոչ մի բան չվերցնեք, ոչ անասուն, ոչ ոսկի, ոչ մի բան չվերցնեք, ամբողջը պիղծա կրակով այրեք եւ ոչնչացրեք։ Բայց մի մարդ կար։ Աքարը դուրն եկավ, մի հատ թանկարժեք մետաղի կտոր կար։ Հետո թանկարժեք մորթի կար, որ սրանք աչքը կերավ, ասավ, հա դե ինչ պետք է եղնի, թաքուն տանեմ, պահեմ վրանից տակ։ Տարավ պահեց։ Հետո Իսրայելի ժողովուրդը դուրս եկավ 6000-ով գնացին 2000-ի դեմ պայքարելու, պատերազմելու, որ այդ մի հատ փոքր բնակավայր կար վերցնեն, հետո պարտված հետ եկան։ Բա ուր է Աստված։ Մենք 2000-ով գնում էինք Երիքովի այդ ամբողջ պարիսպներն Աստված փլեց, բայց մի Աստված մեր հետ դուրս չի եկել։ Ինչի՞։ Ու երբ որ Հեսուն գնաց բերանի վրա ընկավ Աստծո առաջ, Տերն ասավ,
Ինչի ես լացել։ Իսրայելը մեղքագործ է։ Դրա համար ես հետ եմ քաշվել։ Դրա համար իմ ներկայությունը հետ է քաշվել։ Մի ուրիշ իրավիճակ, երբ որ տեսնում ենք պատմության ընթացքում Իսրայելը անընդհատ կուռքերի հետևից էր գնում, Աստված հետ էր քաշվում։ Երբ որ կուռքերի հետևից էր գնում, Աստված նրանց մատնում էր թշնամու ձեռքը։ Աստված հետ էր քաշվում։ Ու Աստված տրտնում էր։ Ինչի համար, որովհետև մարդիկ իրական արժեքը թողնում էին եւ գնում էին կեղծ բաների հետևից։ Սիրելի եկեղեցի, մենք կարճ ժամանակ հետո երկնքում ենք եղնելու։ Ոմանքս գուցե մի քիչ ավելի շուտ, ոմանքս մի քիչ ավելի ուշ, բայց Տեր Հիսուսի գալուստն էլ չափազանց մոտ լինելով շատ կարճ ժամանակից մենք երկինք ենք գնալ։ Ու երբ որ երկինք գնանք, մենք պետքա ամաչենք այն բաների համար, որ մի հատ աննշան մեղքի շատ թույլ, շատ ճղճիմ ժամանակավոր կարճ վայելքի պատճառով, որ մեզ լավ ենք զգում այդ մեղքի պատճառով, կամ մի բանի, որը աշխարհից է, որը Աստծուց չի, որ աչքի ցանկությունից է, կամ մարմնի ցանկությունից է, կամ այս կյանքի ամբարտավանությունից է, որ մեզ մի փոքր կարանք լավ զգանք, որ ես այդ աննշան բաների պատճառով մենք իրական թագավորությունն ենք ձեռից փորձում տանք եւ Աստծուն ենք մերժում այդ աննշան բաների պատճառով։ Մենք կամաչենք դրա համար եկեք ջանք անենք, մոտենանք Տիրոջը։ Աստված հետաքաշում, որ պատճառով, երբ որ Աստծո ժողովուրդը նախընտրում է մեղքը եւ ոչ թե Աստծո։ Աքարի օրինակով, Ոբնիի ու Փենեհեսի պատճառով օրինակով եւ Իսրայելի օրինակով։ Երբ որ մենք Աստծուն վստահելը թողնում ենք մի կողմ, երբ որ մենք Աստծուն նախընտրելը թողնում ենք մի կողմ, մեզ համար մեծագույն սեր զոհաբերողին թողնում ենք մի կողմ ու ինչ որ բաների հետևից ենք գնում։ Գուցե այսօր ամբողջը նորից չխոսենք ամբողջի մասին, ուզում եմ խոսեմ մի հաջորդ հարցի մասին, որտեղ է բնակվում Աստված։ Եթե փնտրում ենք Աստծուն, պիտի փորձենք հասկանանք, որտեղ է բնակվում Աստված։ Սաղմոս 22 3-րդ համարը։ Մինչև այս խոսքերը Դավիթ թագավորը իր Սաղմոսի մեջ առաջի խոսքից ասում է. ես քեզ կանչում եմ, բայց դու չկաս։ Ես քեզ աղաղակում եմ, բայց պատասխան չկա։ Գիշերն էլ լաց եմ ըղնում, արցունքներս ինձ հաց եմ սարքում, քո առաջ որոնում եմ, ման եմ գալիս ու քեզ չեմ կարող գտնել։ Ու այդ առաջի երկու խոսքերից հետո երրորդ խոսքի մեջ ասում է. բայց դու սուրբ ես։ Բայց դու սուրբ ես, Իսրայելի գովաբանությունների մեջ բնակվող։ Բայց դու սուրբ ես, Իսրայելի գովաբանությունների մեջ բնակվող։ Որտեղ է բնակվում Աստված, Աստված բնակվում է գովաբանության մեջ։ Պատահական չի, որ մենք պաշտամունքի սկզբից գովաբանությունով գալիս ենք Աստծո առաջ, նրան երգելու, երկրպագելու, նրան օրհնելու։ Նախորդ պաշտամունքի ընթացքում ասեցի, որ Աստված փառամոլ մեկը չի, որ անընդհատ ակնկալում է, որ իրան գովեն, ասեն դու լավն ես, այլ Աստված հետաքրքրված է, որ իրական արժեքին իրական գնահատական տրվի։ Երբ որ մարդը գիտի, որ Աստված ինչքան փառավոր է ու իրան այդ փառքը տալիս է, մարդը ճիշտ տեղում է հայտնվում։ Բայց երբ որ մարդը փառավոր անձին հատուկ վերաբերմունք ցույց չի տալիս, Աստված ասում է, դե եթե քո գնահատականն է ձևին իմ նկատմամբ, ես ձեռնպահ կմնամ քեզ մոտ գալու։ Եթե դու հատուկ չես կարևորում իմ ներկայությունը, դու հատուկ չես կարևորում իմ ով եմ, հեռում։ Բայց երբ որ մարդը գալիս է Աստծուն, փառավորում է իր ով կամ ինչպիսին լինելու համար, Աստծուն ասում է դու կենթանի ես, դու փառավոր ես։ Ու գիտեք ինչի ասում, դու սուրբ ես, ով Իսրայելի գովաբանությունների մեջ բնակվող։ Դրանից առաջ ասում էր, ես քեզ կանչում եմ ու դու չկաս, ես քեզ փնտրում եմ ու քեզ չեմ գտնում, ես քեզ ման եմ գալիս ու դու կարծես թե ծածկված ես, բայց դու սուրբ ես, Իսրայելի գովաբանությունների մեջ բնակվող, ինչի, որովհետև մեր հայրերը քեզ կանչեցին ու դու հայտնվեցիր, քեզ փնտրեցին ու քեզ գտան,
որովհետև դու հույսը ամոթով չես անում եւ քեզ փնտրողին դու երեսը չես ծածկում։ Ուզում եմ քաջալերեմ քեզ, Աստված գտնվում է իրեն փնտրողների կողմից։ Աստված գտնվում է իրեն փնտրողների կողմից եւ Աստված գտնվում է իրեն փնտրողների կողմից։ Տիրոջը տրվում է արժանին եւ գիտակցում է նրա բառայողությունը եւ նա հաճում է գտնվել այդտեղ։ Ուզում եմ Եսայի 57-րդ գլուխ 15-րդ համարը մեջ բերեմ։ Եսայի մարգարեն Աստծուն տեսած, Աստծուն ճանաչած հանկարծ ասում է, որտեղ է բնակվում Աստված։ Աստված լինում է բարձրերում եւ բարձր տեղերում։ Նրա տեղը որտեղ է բարձր տեղերում։ Բայց նա բնակվում է կոտրված եւ խոնարհ սիրտ ունեցողների մեջ։ Աստված լինում է բարձրերում, բայց բնակվում է կոտրված եւ խոնարհ սրտերի մեջ։ Որտեղ է մարդը իրան ավելի կոմֆորտ զգում, ավելի հարմարավետ զգում։ Մարդը իրեն ավելի հարմարավետ է զգում, որտեղ ավելի ճոխություն կա, ավելի հարմարավետություն կա, բայց Աստված ասում է, ես թեև բարձրերում եմ բնակվում, բայց լինում եմ կոտրված եւ խոնարհ սիրտ ունեցողների մեջ։ Ինչի այսքան անշուք միջավայրում գտնվես։ Ինչի այսքան անփառահեղ վայրում գտնվես։ Ինչու? Որովհետեւ դա մի տեղ է, որտեղ Աստված գնահատված է։ Մարդը, որ կոտրված է, իր հպարտությունը մի կողմ է դնում։ Մի միտք եմ ուզում ասեմ, շատ կարևոր միտք է։ Յուրաքանչյուր մեղքի համար մարդը իր սրտի մեջ թեև ինքն իրան արդարացնի էլ, բայց մեղքի զգացողություն ունենում է։ Գողանալու համար մեղքի զգացողություն ունենում է։ Սուտ խոսալու համար մեղքի զգացողություն ունենում է։ Անկամ երբ որ իր խիղճը խանձված է, միևնույն է մեղքի այդ զգացողությունն ունենում է։ Միակ մեղքը, որի պատճառով մարդը մեղքի զգացողություն չի ունենում, որն է հպարտությունը։ Հպարտությունը։ Հպարտ մարդը անգամ ինքն իրան լավ ազգում այդ վիճակի մեջ։ Հպարտ մարդը մեղքի զգացողություն չի ունենում, անգամ երբեմն չգիտի էլ, որ ինքը հպարտ է։ Սատանայից է գալիս այս մեղքը։ Ու երբ որ հանկարծ մարդը հպարտ վիճակի մեջ է, այս հպարտ մարդը իրան լավ ազգում իր կարգավիճակի մեջ, Աստծու կարիքն էլ չունի, ինքնաբավ վիճակի մեջ լինելով, հատուկ տենց որևէ մեկի կարիքն էլ չունի, եւ ինքն է իր պատասխանը, ինքը կայացած է, ինքը կարևոր է, ինքը արդյունավետ է, ինքը ամեն բան իր մոտ լավ է, բայց երբ որ մարդը կոտրվում է, այդ ժամանակ կոտրված վիճակի մեջ Աստծո կարիքն է ունեն։ Եվ Աստված ասում է, եթե դու իմ կարիքն ունես, ես կգամ, ես կբնակվեմ այդտեղ։ Ինչի, որովհետև վերևից ընկնել կա, բայց երբ որ դու ամենացածր տեղում ես, չես կարող ընկնես։ Մի հոգի գալիս է հյուր եւ իրան գետնին են պարկացնում, կառավատ չեն ունենում, գետնին են տեղաշորը գցում, հետո երբ որ վեր ակենում առավոտը ասում են ոնց քնեցիր, ասում է շատ վատ քնեցի, ասում են ինչի, ասում է ամբողջ գիշեր ուզում էի կառավատից իջնեմ, չէի կարող։ Դրանից ենկոմ էլ տեղ չկա, ցածրից ցածր չկա, դրանից տեղ չկա, որ իջնես։ Երբ որ մարդը այդ ցածր տեղում է, Աստված կարում է գա այդ մարդու կողքը, բայց երբ որ մարդը բարձր տեղում է, իրան իր երազած, իր պատկերացրած տեղում է դնում, Աստված ասում է դու սխալ տեղ ես, դու քեզ փառք ես վերագրում, որ իրականում դա քեզ չի պատկանում։ Պողոս առաքյալն ասում է Կորինթացիներին, ասում է, «Էդ ինչ ունեք, որ պարծենում եք»։ Ինչ ունեք, որ պարծենում եք։ Եթե ասում է, «Այն ինչ որ դուք ունեք, առել եք, դա ձերը չի, դուք Աստծուց շնորհք եք առել, ու այդ շնորհքով դուք պարծենում եք, բայց եթե ուրիշին նա դուք ինչի եք պարծենում, որ այդ շնորհքը դուք առել եք։ Չկա որևէ բան, որ մարդը կարա դրանով պարծենա։ Դատաստանի օրը ի՞նչն է պարծենալու, հիշում եք,
ողորմությունը պարծենալու է։ Աստծո ողորմությունն է պարծենալու, ոչ մի մարդկային արժանիք չի կարա պարծենա, որովհետև առաքյալն էլ ասում է, ամեն բարի տուրք եւ կատարյալ պարգև որտեղից է գալիս, վերևից, լուսոհորից է գալիս։ Ամեն բարի տուրք եւ կատարյալ պարգև, ու եթե մարդը ինքն իրանից մի բան չունի, որ կարենա պարծենա, էլ ինչով հպարտանա։ Ամեն ինչ որ ունենք դա երկնքից ենք առել, ու երբ որ մարդը այս դիրքը զիջում է, իրան մի բան է կարծում, այդ ժամանակ վտանգավոր տեղում է հայտնվում, եւ Աստված հպարտներին հակառակ է կանգնում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Դրա համար Աստված բնակվում է բարձրերում, բայց գտնվում է կոտրված եւ խոնարհ սիրտ ունեցողների մոտ։ Վերջի բանը, որ ուզում եմ ասեմ, որտեղ է բնակվում Աստված։ Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ 6-րդ համար։ Տեր Հիսուսն ասում է. «Քո հայրը, որ բնակվում է, որտեղ ծածուկում»։ Աստված որտեղ է բնակվում, հրապարակների մեջ չի բնակվում։ Աստված, երբ որ մենք հավաքվում ենք, մեր հավաքույթի մեջ լինում է, գալիս է, բայց որտեղ է բնակվում, ծածուկի մեջ է բնակվում։ Եվ Աստված բնակվում է ծածուկի մեջ։ Երբ որ մենք ուզում ենք հանդիպենք Աստծուն, գուցե մենք փնտրում ենք կոնֆերանսներ, գուցե մենք փնտրում ենք կիրակնորյա պաշտամունք, գուցե մենք փնտրում ենք ճամբարներ, ինչի որտեղ ուզում ենք հանդիպենք Աստծուն, բայց Տեր Հիսուս Աստծո հասցեն տվել է, որտեղ է բնակվում Աստված։ Աստված բնակվում է ծածուկում։ Եթե իսկապես ցանկություն ունես Աստծուն հանդիպելու, եթե իրոք ուզում ես հանդիպես Աստծուն, դու կգնաս ծածուկ։ Բայց եթե Աստծով հետաքրքրված ես, ծածուկ չես գնա։ Հայրը բնակվում է ծածուկում, բայց երբ որ աղոթք անես, մտիր քո սենյակը եւ դուռդ փակած աղոթք արա դեպի քո հորը, որ ծածուկումն է, եւ քո հայրը, որ ծածուկը տեսնում է, հայտնապես կհատուցի քեզ։ Հայտնապես հատուցում փնտրողներ, ուզում եմ ասեմ, հայտնապես հատուցման տեղը ծածուկն է, որտեղ կփնտրվի եւ կգտնվի հայրը։ Եկեք գնանք աղոթքի։ Դու մեզ պատիվ ես արել քո ներկայությունը, մենք մինչև փրկվելը չէինք կարող անգամ երազենք, որ դու հանկարծ կարաս հանդիպես մեզ, որ դու հանկարծ կարաս հանդիպես մեզ ու խոսաս մեզ հետ ու տեսնել տաս մեզ քեզ։ Մենք այնքան շնորհակալ ենք քեզանից, մեր փրկիչ Աստված։ Մենք այնքան շնորհակալ ենք քեզանից, երախտապարտ ենք քեզ։ Մեր մենահամարցակ երազանքների մեջ, անգամ պատկերացումների մեջ, փափագների մեջ մենք չէինք կարող փափագենք, որ տիեզերքի արարիչը հանկարծ մեզ բանի տեղ կարա դնի ու մեզ ողորմի ու մեզ փրկի ու մեզ որդի դարձնի, զավակ դարձնի ու մեզ ժառանգություն տա ու մեզ հավիտենական կյանք տա ու մեզ իր հետ նույն աթոռին նստելու պատիվը տա ու մեզ փառավոր անի, մեզ պատիվ տա։ Մենք շնորհակալ ենք քեզանից, երախտապարտ ենք քեզ, սիրելի փրկիչ, ու մենք ուզում ենք քեզ մոտ եղնենք, մենք ուզում ենք մեր կյանքերի մեջ ամենավելորդ բան դնենք զոհասեղանի վրա, ինչի վրա քո մատը կդնես ու քեզ ասենք այո։
ամեն ինչին ասենք ոչ ու քեզ ասենք այո, որովհետև դու մեր կյանքի լավագույն ընտրությունն ես, մեծագույն բարիքն ես, որ կարա մեր հետ պատահի, ու մենք ուզում ենք, որ դու լինես մեր կյանքերի մեջ, գաս մեր կյանքերի մեջ, քո փառքով, քո մեծափառություն, արի մեր կյանքերի մեջ, այնքան իրական, այնքան ռեալ, այնքան փառավոր, որ ամեն